Աշկնեջան ցանկացած կնոջ մոտ կյանքի ընթացքում կարող է ստեղծվել այսպիսի իրավիճակ, երբ եղել է սեռական հարաբերություն, չպաշտպանված եւ այդ ժամանակահատվածում կինը չի պլանավորում հղիություն։ Իհարկե դա ստեղծում է քրիտիկական մի վիճակ, ստրեսային ֆոն եւ կանայք ձգտում են կիրառել որևիցե միջոց, դա էքստրեմի կոնտրացեպցիայի մասին է խոսքը կամ անհետաձգելի բեղմնական խումբ հայերեն ձևակերպեմ։ Եվ այդ ընթացքում իհարկե փորձում է գնալ դեղատուն, գնել դեղը, դա պետք է կիրառել մինչև 48-72 ժամ անց, ոչ ավելի ուշ սեռական հարաբերությունից, եւ այս ընթացքը իհարկե եւ ստրեսային է եւ այնքան էլ ցանկալի չէ այդ դեղերը կիրառել, սակայն ոչ բոլորը որ տեղյակ են եւ ի նկատի են ունենում, որ կա եւս մի միջոց, որը շատ վստահելի է, բավականին հավաստի, տալիս է մեզ տվյալներ, եղել է ձվազատում, թե ոչ, եւ արդյոք արժի կիրառել նման դեղորայք, թե ոչ։ Այստեղ պետք է նկատի ունենալ դաշտանային ցիկլը, այսինքն երբ է եղել դաշտանը, քանի օրը մեկ է լինում եւ երբ է եղել սեռական հարաբերությունը։ Եղել է ձվազատում, իհարկե, իմաստ ունի դեղը կիրառել, եթե չեք պլանավորում հղիություն, սակայն եթե ձվազատում չի եղել, դեղի կիրառումը լրիվ անիմաստ է։ Բացի բարդություններից, այլ խնդիր դեղը չի լուծելու, то есть ստեղծելու է բարդություն, բայց որպես այդպեսին խնդրի լուծում չենք ստանալու, որովհետև չունենք որևիցե վտանգ։ Ինչ եմ ուզում ես ձեզ առաջարկեմ, եթե ստեղծվում է նման իրավիճակ, դուք ուղղակի պլանավորում եք ուլտրաձայնային հետազոտություն մոտակա 12 կամ 24 ժամվա ընթացքում։ Դա շատ հեշտ է այսօր անել։ Եվ եթե կատարելով ուլտրաձայնային հետազոտությունը մենք տեսնում ենք դոմինանտ ֆոլիկուլ, մենք տեսնում ենք դեղին մարմին, մենք տեսնում ենք ազատ հեղուկ, այսինքն մենք տեսնում ենք ձվազատմանը մոտ նախակամ արդեն մոտ անցած, այսինքն օրինակ 3 է եղել կամ մոտ ժամանակահատվածում ռիսկային ժամանակահատված ենք համարում դեղը կիրառում են։ Եթե կատարելով ուլտրաձայնային հետազոտություն, ես չեմ տեսնում դոմինանտ ֆոլիկուլ, ես չեմ տեսնում դեղին մարմին, այսինքն ոչ մի նախապայման, նախանշան ուլտրաձայնային հետազոտության շնորհիվ մենք չենք ստանում, որ եղել է ձվազատում, սպասվում է ձվազատում, այդ դեպքում ես ձեզ վստահեցնում եմ, լրիվ անիմաստ է կիրառել նման դեղորայք։ Այնպես որ իմացեք այդ մեթոդի մասին եւ մինչեւ դեղի կիրառումը պարտադիր խոսեք ձեր գինեկոլոգի հետ։